2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում նոր պիլոտային ծրագիր կիրականացվի։ 2% հետվճար կտրամադրվի անկանխի գնումների դեպքում։ Հետվճարները հաշվարկվում եւ վճարվում են 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2027 թվականի հունվարը ներառյալ։ Ներկայում շրջանառության մեջ է մոտ 500,000 արքաքարտ։ Հետվճար են ստանալու միայն արքա վճարային քարտերով գործարք կատարող ֆիզիկական անձինք։ Միջոցառումն ուղղված է պետություն մասնավոր սոցիալական տնտեսական գործակցության ապահովմանը եւ նպատակ ունի ամրապնդելու անկանխի գործառնությունների համակարգը։ Կենտրոնական բանկի համար վճարային ենթակառուցվածքը քրիտիկական ենթակառուցվածքն է, իսկ արքան առանցքային դեր ունի, այդտեղ բնականաբար առանձին առևտրային բանկերը եւս ու արքան մեր ներքին վճարումների processing-ն է իրականացնում անկախ քարտի տեսակից։ Նույնիսկ եթե այլ միջազգային ընկերությունների կողմից թողարկված թղթ է։ Այդ իմաստով մենք պատասխանատու արքան անընդհատության համար բոլոր քարտերը տարբերություն չկա, արքա քարտա թե այլ։ Կենտրոնական բանկը ՏՏ անվտանգության տեսանկյունից պահանջներ ունի, որը կիրառելի է բանկերի համար եւ արքայի համար եւս ու այդ իմաստով մեր խիստ ուշադրության ներքո է։ Այն նաև փոխշահավետ հնարավորություն է շահառուների համար, քանի որ առաջարկում է որոշակի պայմանների դեպքում անկանխի գործառնություններից գումարային վերադարձ ստանալ, բայց ոչ բոլոր գործարքների դեպքում է վերադարձ լինելու։ Սահմանված է շեմ, հետվերադարձը կլինի 1000 դրամից բարձր անկանխի գնումների դեպքում։ Հետվճարի ժամկետը հետ ստանալու մինչև նախորդ ամսվա դիմաց կատարած վճարումների դիմաց հետվճարը կստացվի մեր սպառողները կստանան մինչև հաջորդող ամսվա 25-ը։ Ծրագրի ժամկետը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ընդգրկող վճարումների դիմաց կատարված գործարքների վրա է կիրառվելու, իսկ հետվճարը ստանալու են 2026 թվականի փետրվարի ամսից մինչև 27 թվականի հունվար ամիսը ներառյալ։ Անկանխի գործարքների հետվճարի չափը ձևավորվում է Armenian Card ընկերության հատկացումներից եւ պետության կողմից 1% համամասնությամբ։ Ընդհանուր արկանտն բանկերի կողմից թողարկված քարտերի քանակները կազմում են 4 միլիոն հատ, որոնք ընդհանուր 1.8 միլիոն քաղաքացիներին են, քարտապաններին են պատկանում, իսկ արկա քարտերի ընդհանուր թիվը այս պահին գործող 778,000 հատ քարտն է, որոնք պատկանում են 623,000 քաղաքացիների։ Այս տեղեկատվությունից բարձր դառնում, որ ամեն երրորդ քաղաքացին ունի արկա քարտ, իսկ ինչ վերաբերում է գրոհելուն մեր բանկերին արկա քարտերի թողարկման մասով, այո, ակտիվությունը բարձր է, բայց մեր բանկերը սպասարկում են բոլոր ցանկացողներին եւ տրամադրում են քարտեր։ Ինչ վերաբերում է հետվճարի արդեն մեկնարկած ծրագրին, ուզում շեշտել, որ այո, արկա քարտերի շրջանառությունները արդեն էական աճը արդեն տեսնում ենք, դինամիկան տեսնում ենք ու կարծում ենք ավելի արդեն բարձր աճի տեմպ կունենանք։ Թեև Հայաստանում առհասարակ խրախուսվում է անկանխիկ գործարքների իրականացումը, սակայն հաշվի առնելով սպասվող խոսքերը, տեխնիկական խնդիրներից եւս հնարավոր չէ խուսափել։ Այո, 2025 թվականին ունեցել ենք թվով 3 հիմնական խափանումները, որոնք ընդհանուր համակարգային համասարություն ա եղել, հիմնականում պայմանավորված են եղել տեխնիկական խնդիրներով, որոնց մասով մենք ներկայացրել ենք դիտարկումները, իսկ ինչ վերաբերվում է հետվճարի նախագծի շրջանակներում աճի միտումներին, այո, կանխատեսումներն իրականացված են ընկերությունը պարբերաբար իրականացնում է վերազինման աշխատանքներ, թե մարդկային ռեսուրսների առումով, թե տեխնիկական միջոցների ապահովման մասով ու մենք կանխատեսումները, որ մենք իրականացրել ենք, ամբողջությամբ պատրաստ ենք ապահովել այդ սպասարկումները, որովհետեւ խնդրի առաջ պետք է չկայանա։ Ֆինանսների փոխնախարարն էլ չի հստակեցնում, արդյոք վերահսկման մեխանիզմ կա, որով կհետևեն, որ ընկերությունը քարտերի սպասարկման վճարը չբարձրացնի։ Որպես կանոն քարտ անվճար է։ Ծրագիրը չի վերաբերում կոմունալ վճարումներին, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վճարումներին, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքներին, արքային նվեր կամ մեկանգամյա օգտագործման քարտին։ Այսպես ասած, ամենօրյա ծախսերը, եթե կատարվում է արքա քարտով, 2%-ը վերադարձվում է քարտին։ Իդեպ կենսաթոշակառուներն ու նպաստացող քաղաքացիները եւս կարող են հետվճար ստանալ։ Անկանխի գործարքների դեպքում հունվարից արդեն 20%, ներկայիս 12%-ի փոխարեն։ Այստեղ քարտի նախապայման չկա։ Իսկ 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։